Ողջույն բարեկամներ, քանի որ սկսվել է մեծ պահքը, առաջարկում եմ միասին պատրաստենք ոսպով, առատ բանջարեղենով, վիտամիններով և սպիտակուցներով հարուստ շատ համեղ աղցան։ Պահքի շրջանում իմ ալիքում շատ կգտնեք նմանատիպ բաղադրատոմսեր, եթե պահք եք պահում, անպայման բաժանորդագրվեք և հետևեք իմ տեսանյութերին, ձեզ համար կլինեն շատ համեղ բաղադրատոմսեր։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է վարունգ, գունավոր պղպեղ, կարմիր գլուխսող, կես կապ համեմ, գազար, կես կիտրոնի հյութ, 1 բաժակ եփած ոսպ, բուսայուղ և համեմունքներ։ Ինչպես տեսնում եք, այստեղ միայն վիտամինաշատ օգտակար բաղադրիչներ են, աղցանը ստացվում է հագեցնող և շատ համեղ։ Վարունգը, գունավոր պղպեղը և սոխը բաժանում ենք մանր խորանարդների։ Աղցանի մեջ կարելի է ավելացնել տարբեր գույների պղպեղներ, ավելի հագեցված երանգ ստանալու համար, ցանկության դեպքում կարելի է օգտագործել 1-2 լոլիկ։ Ես օգտագործում եմ կարմիր սոխ, սակայն տեղին է նաև սպիտակ կամ կանաչ սոխը, վերցրեք այն, ինչ կա ձեռքի տակ։ Այս աղցանի մեջ որքան կանաչին առատ է լինում, այնքան ավելի համեղ է ստացվում։ Մանրացնում ենք կես կապ համեմ և ազատ քեղ։ Սիրելիներս, իմ ալիքում կգտնեք նաև ոսպով և սնկով պատրաստվող մի շատ համեղ աղցանի բաղադրատոմս։ Բաղադրատոմսի հղումը կթողնեմ նկարագրությունների բաժնում, այն նույնպես համարվում է պահքի աղցան։ Քերիչի խոշոր անցքերով անց ենք կացնում 1 միջին չափի գազար և մնում է միայն միացնենք բաղադրիչները։ 1 բաժակ ոսպը առանց նախապես թրջելու եփել եմ թույլ աղաջրի մեջ մինչև պատրաստ լինելը։ Այս աղցանը համեղ է ստացվում, երբ այն մի փոքր թթվաշություն ունի, այդ պատճառով ավելացնում եմ կես կիտրոնի հյութ, որը կարելի է փոխարինել խնձորի կամ բալզամիկ քացախով։ Ավելացնում ենք 3-ից 4 ճաշի գդալ բուսայուղ, կիտրոնի հյութ, սև պղպեղ և աղս ճաշակի, չմոռանալով, որ ոսպը նախապես խաշել էինք աղաջրի մեջ։ Մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն և կարելի է անմիջապես մատուցել։ Շատ համեղ և օգտակար աղցան է ստացվել։ Եթե ավելացրել եք խնձորի քացախ, ապա աշխատեք աղցանը 1 օրվա ընթացքում ուտել, քանի որ քացախը կրճատում է աղցանի պիտանելիության ժամկետը։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ ոսպով, առատ բանջարեղենով պատրաստվող նման հրաշալի աղցանի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։